Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը, տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Թունյան, 2025 թվականը մոտենում է ավարտին, ժամանակն է ընդհանուր գծերով հասկանալ տնտեսական տարին ինչպիսին է եղել։ Եվ այսպես ամենաթարմ եւ կարեւոր տնտեսական այդու նաեւ քաղաքական թեման այն է, որ Ադրբեջանի հետ ուղիղ առևտուր է սկսվել եւ առաջին առևտուր անողներից մեկը ձեր խմբակցության ներկայացուցիչն է պարոն Սուքիասյանը, Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը, ներողություն, եւ 1300 տոննա բենզին Ադրբեջանից մտել է Հայաստան։ Սրա շուրջ տարբեր են քննարկումները, բայց հիմնական մեխը ասում է, որ սա քաղաքական գործարք է, ոչ թե տնտեսական, որովհետև Ադրբեջանը չի հանդիսանում բենզին, հատկապես պրեմիում դասի բենզին արտահանող եւ արտադրող վերամշակող երկիր։ Ինչ կասեք այս քննադատությանը։ Նախ շնորհակալություն հրավերի համար ու հատկապես ուզում եմ առիթ օգտագործելով շնորհակալություն հայտնել, որովհետև Civilnet-ը շահեկանորեն տարբերվում է մեր մյուս լրատվամիջոցներից այն առումով, որ փորձում է մեր ընթերցողներին, հեռուստադիտողներին օբյեկտիվ պետքական օգտակար ինֆորմացիա մատուցի օբյեկտիվորեն ու հատկապես բիզնեսին վերաբերող մասը, որը իր բավականին բաց է մնացել։ Շնորհակալություն, ձեր խմբակցության մի մասը դրա հետ համաձայն չի լինի, բայց ամեն մեկը մեր խմբակցությունում կարող է իր կարծիքն ունենալ։ Ես գիտեմ ինչի մասին է խոսքը օրինակ վերաբերվում է, եթե չեմ սխալվում, վերջերս հետքի հրապարակած հոդվածին, այդ թվում, ինչը կարծում եմ, որ մեր խմբակցության գործընկերները ճիշտ էին, որովհետև չեմ ուզում իմ նախկին գործընկերներին վեճեր այդ դրա շուրջ շարունակվում, որովհետև քանի որ ես նախկին գործընկերն եմ, լավ առիթ է, որ այդ մասին նաև խոսենք։ Իմ կարծիքով լրատվամիջոցի առաջին պարտականությունը այն է, որ ինքը իր ընթերցողներին ճշտված ինֆորմացիա մատուցի ու եթե անգամ ինքը հղում է անում մեկ այլ աղբյուրի, ապա ընթերցողի մեծ հաշվով դա պիտի հետաքրքիր չլինի։ Եթե իր նպատակը այն է, որ իր ընթերցողը ստանա ճշգրիտ ինֆորմացիա, ինքը պիտի սկզբն աղբյուրին հղում անելուց առաջ մի հատ ինքը պարզի այդ ինֆորմացիան իրականությանը համապատասխանում է թե ոչ։ Բայց եթե խորանանք այդ թեմայի մեջ շատ արգումենտներ կբերեմ դրան կարող ենք մի օր այդ թեմայով իրականում առանձին խորանալ։ Հիմա արգումենտներ կբերեմ, այո։ Բենզինի թեմայով, ուրեմն իրականում սա վերջին երևի 30 տարվա մեջ առաջին անգամն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կատարվում է ուղիղ տնտեսական գործարք։ Դրանից առաջ ցորեն էր, որը տրանզիտով եկավ, այս դեպքում գնումը կատարվել է ադրբեջանական ընկերությունից։ Հիմա քննադատությունները տարբեր են։ Մի մասը ասում է, որ Ադրբեջանից ընդհանրապես որևէ բան պետք չի գնել, որովհետև այդ գումարը գնում է ադրբեջանական բանակի հզորացմանը։ Մյուս մասը նշում է, որ սա ինչ-որ արհեստական բան է, քանի որ Ադրբեջանը ինքը պատրաստի բենզին չի արտահանում, այլ ներմուծում է ինքը եւ բայց այդտեղ ճշմարտության հատիկ կա, իսկապես այդպես է։ Ճշմարտության հատիկ կա, ես այդ թեմայի մեջ շատ չեմ խորացել, մինչև այս պատմությունը ես ինքս ադրբեջանական բենզինի նյուանսների մեջ առիթ չի եղել, որ խորանամ, բայց Իշքանով հասկացա, բենզինը ձեռք է բերվել Ադրբեջանում գրանցված թրեյդինգային ընկերությունից, որը իր հերթին ձեռք է բերել մեկ այլ տեղից։ Հիմա մեզ համար մեծ հաշվով, եթե այդ հարցի էմոցիոնալ կողմը դնում ենք մի կողմ, տնտեսական առումով, եթե Հայաստանի Հանրապետության համար ձեռնտու է բենզին ներկրել, թեկուզ ոչ ադրբեջանական ծագման, բայց Ադրբեջանում գրանցված ընկերությունից, որը ավելի էժան է եւ որակին որակարաբերությամբ մեծ ձեռնտու է, ապա դա պետքա ձեռք բերել։ Ազատ շուկայի տրամաբանությունն է գործում, կա բենզին, կա հաճախորդ եւ կա գնորդ։ Ես որքան կարդացի պրեմիում տեսակի բենզինը, այդ ներկրված բենզինը Հայաստանի Հանրապետությունում վաճառվելու է շատ ավելի ցածր գնով, քան ներկայումս 17%, եթե չեմ սխալվում։ Հիմա այսինքն եթե այդտեղ բիզնես տրամաբանություն չլիներ, այդ բենզինը Հայաստան չէր գա, եթե դա թանկ լիներ, դա Հայաստան չէր գա։ Եթե պետք լինի ինչ-որ քաղաքական առումով ցույց տալ, որ բենզին է գալիս, կարող է ինչ-որ սուբսիդավորման մեխանիզմներ լինեին տեսականորեն, բայց եթե երկու տնտեսվարողներ իրար մեջ պայմանավորվել են, գործարք է տեղի ունեցել, բերել են այդ բենզինը, ուրեմն նշանակում է, որ դրա պահանջարկը Հայաստանի Հանրապետությունում կա։ Կա վստահություն, որ Ադրբեջանում որ այդ գործարքը կատարվել է, ադրբեջանական կողմը չի սուբսիդավորել դա,
որպեսզի շուկայական տրամաբանությունից, այսինքն շուկայական գներից ցածր լինի Հայաստանում։ Այդ դեպքում հույս ունեմ, որ ադրբեջանական լրատվամիջոցները այդ մասին կգրեն։ Ոնց որ մեր լրատվամիջոցներն են ամեն մեկի մեջ բանանում, այսինքն կստացվի, որ մեր լրատվամիջոցները համատել ադրբեջանական լրատվամիջոցների Ադրբեջանի հարկատուները ֆինանսավորել են Հայաստանի ավտոմեքենա վարողների էժան բենզինը։ Եթե այդպեսի բան լինի, թող զուտ տնտեսական տրամաբանությունն է հուշում, որ այստեղ ինչ որ մի բան այն չէ այն իմաստով, որ Ադրբեջանը չհանդիսանալով բենզին արտահանող երկիր, անցյալ տարի 0 լիտր է բենզին արտահանել, այս տարի ինչ արտահանել է մեծ մասը Աֆղանստան, եթե չեմ սխալվում, 5400 տոննա եւ առաջին կիսամյակում եւ երկրորդ կիսամյակում 1300 տոննա ուղարկում է Հայաստան։ Ադրբեջանը ինքը բենզին չի արտադրում եւ չի արտահանում, այսինքն նկատի ունեմ ծավալները այդպես մեծ չեն, բայց օրինակ Վրաստանում Սոկարը ունի բավականին մեծ բենզալցակայանների ցանց։ Այսինքն պարտադիր չի, որ այդ երկիրը կամ այդ երկրում գրանցված ընկերությունը ինքը պարտադիր արտադրող լինի, որ նպատակարարվան լինի։ Միգուցե իրենց կապերի, մասշտաբի, լոգիստիկայի առումով իրենք կարողանում են ավելի հարմար գնով բենզին բերել, ու եթե ասում եմ շուկայի տրամաբանությամբ այնպես է ստացվել, որ դա մեծ ձեռնտու է եւ այդ բենզինը պետքա ի վերջո լցվի մեքենաների մեջ ավելի էժան գնով, ապա դրա դեմ պայքարելը արդեն գնում է էմոցիոնալ դաշտ։ Կներեք, վերջի արգումենտն էլ ասեմ, դե այս վերջին օրերին այդ քննադատությունները որ եղան, օրինակ ես 3 գրառում եի կատարել Թուրքիայի հետ համեմատականը բերելով, որ նույն տրամաբանությամբ կարող ենք Թուրքիայի մասին էլ խոսալ, բայց վերջին 20 տարվա ընթացքում Թուրքիայից Հայաստան 4.3 միլիարդ դոլարի ապրանքներ են ներմուծվել։ Ամենատարբեր հագուստ, սարքավորումներ, պահեստամասեր եւ այլն։ Հիմա ինձ ասում են Թուրքիայի հետ համեմատական պետք չի անցկացնել, դա մի քիչ մանիպուլյատիվ է, ոչ, մանիպուլյատիվ չի, որովհետեւ կհիշեք, մենք 44-օրյա պատերազմի վերջում թուրքական ապրանքների նկատմամբ էմբարգո սահմանեցինք։ Ինչ պատճառով, որովհետեւ գտնում ենք եւ դա այդպես էր, որ Թուրքիայի ուղիղ աջակցությամբ եւ նրանց անմիջական օգնությամբ են այն գործողությունները կատարվում, որոնք որ կատարվում էին Ադրբեջանի կողմից։ Այսինքն, եթե թուրքական աջակցությունը չլիներ, մենք կարող է լրիվ այլ իրավիճակ ունենանք։ Այս առումով էմբարգոյի ավարտից անմիջապես հետո ծավալները կտրուկ վերականգնեցին։ Ավելին ասեմ, էմբարգոյի ժամանակ էլ էին թուրքական ապրանքներ գալիս Հայաստան, այլ ապրանքների անվան տակ, այսինքն այլ երկրների արտադրության անվան տակ, եւ ամենավերջինը կներես Արշալուժյան, հիմա էլ ինչ են բանանում, այն նայում եմ այս լրատվամիջոցներից մեկը, բառացից հիտում եմ, ինչքան հիշում եմ, ադրբեջանցի եւ վրացի վարորդների եւ մեխանիկների հետ բազում արձանագրումները ասում են, որ ադրբեջանական բենզինը վնաս է մեքենաներին եւ կարող է շարժիչ եւ այլ բաները շարքից դուրս բերել եւ մեքենային 1000-ից 4000 դոլարի վնաս տալ։ Բայց ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ այս ամբողջ խոսակցությունները, ովքեր որ դեմ էին իրականում Ադրբեջանից բենզին բերելուն, իրենց ակտիվությունը հակառակ էֆեկտ է խաղացել ու իրանք գովազդել են այն ընկերություններն, այն բենզակալցակայանների ցանցերը, որտեղ որ վաճառվելու է այդ բենզինը ավելի։ Շատ դեպքերում հակագովազդը եւս գովազդ է։ Լավ, այնուամենայնիվ հիմա տեղի ունեն գործողություններ, որ մի տարի ու կես առաջ պատկերացնել անհնար էր։ Ադրբեջանի հետ ուղիղ առևտուր եւ հայտարարում է նրա մասին, որ սրանով չի սահմանափակվելու եւ սա երկկողմ այսպես շարժի է վերածվելու երկկողմ ուրեմն երկկողմ առևտրի կարող է վերածվել եւ մեր Գրիգորյանն է փոխվարչապետ դրա մասին հայտարարել, որ Հայաստանից էլ ապրանքներ կարող են արտահանվել առաջիկայում Ադրբեջան։ Ինչ ապրանքներ կարող են արտահանել։ Այո, եւ կա արդյոք ընդհանրապես վերլուծություն ձեր տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկում եք Հայաստանից ինչ ապրանքներ կարող են արտահանվել Ադրբեջան, կան արդյոք որոշակի, չգիտեմ, հնարավոր տեսանելի գործարքների մասին պատկերացումներ, եւ երկրորդը, քանի որ բենզինի մասին է խոսքը գնում, հնարավոր է որ մի օր տեսնենք օրինակ Վրաստանի օրինակով եւ շատ երկրների այլ օրինակով, ինչպես Վրաստանում ադրբեջանական սոկարը ներկա, այդպես էլ Հայաստանում ադրբեջանական սոկարը ներկա լինի որպես բենզալցակայանների ցանց, որպես ներկայություն եւ այլ։ Շատ լավ։ Ուրեմն ինչ վերաբերում է ինչ ենք արտահանելու, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Իրականում, օրինակ Թուրքիայի դեպքում սահմանի բացման հնարավոր հետևանքների դեպքում նման վերլուծություններ կատարվել են, անգամ ապրանքախմբերի ցանկեր էին առանձնացվել, որոնք են որ Թուրքիայից ներմուծումը Հայաստան կավելանա, որոնք են որ Հայաստանից Թուրքիա արտահանումը կավելանա։ Ադրբեջանի դեպքում
չկա այս պահին, կամ ես ինքս չեմ տիրապետում, որովհետև մենք ազգային ժողովում դուք մի քիչ մեր փորձագիտական ռեսուրսները գերագնահատում ենք, չունենք այդպիսի բաներ, բացի դրանից էլ իրադարձությունները սա ուրախությամբ եմ ասում, մեր սպասածից ավելի արագ են զարգանում, օրինակ ես մի 3 ամիս առաջ չէի մտածի, որ կարող է ադրբեջանական բենզին ներկրվի Հայաստան։ Հիմա ինչ վերաբերում է, որ Հայաստանում բացվեն օրինակ Սոկարի բենզալցակայաններ։ Գիտեք ինչ կա։ Իմ կարծիքով մի բան է, երբ որ դու բենզին ես բերում, որը ասենք արտաքուստ կամ տենց տեսանելի չի դա ինչ ծակման բենզին է, ու կարող է ինքը նաև խառնվել այլ երկրների բենզինի հետ եւ մեքենայի մեջ լցվել։ Սոկարը մի քիչ ուրիշ բան է։ Սոկարը նշանակում է պիտի լինի իրենց լոգոն, իրենց, չգիտեմ, դրոշը եւ այլն, ինքը արդեն շատ ավելի էմոցիոնալ ֆոն է։ Չեմ կարծում, որ տեսանելի մոտ ապագայում մենք նման բան կունենանք, հաշվի առնելով հենց նույն էմոցիոնալ ֆոնը, վերաբերմունքը, պահանջարկը, այդտեղ կարող է որևէ մեկը իրականում չմտնի։ Սրանից մի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել այլ բենզինի մուտքը Հայաստան, էլի էմոցիոնալ խնդիրներով պայմանավորված։ Իմ կարծիքն եմ ասում, առաջիկայում չեմ պատկերացնում, որ Հայաստանում կարող է նման բան լինել, բայց մյուս կողմից օրինակ բացառում եք, որ նման քաղաքական որոշում կայացվի։ Քաղաքական որոշման հարց չի։ Եթե որևէ գործարար Հայաստանի Հանրապետությունում կորոշի, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում ցանկանում է բացել, հանդիսանալ Սոկարի գործընկերու բացել բենզալցակայաններ, դա իր ռիսկն է։ Օրենքներն նրան այդ առումով որևէ բան չեն արգելելու։ Եթե ինքը վստահ է, որ մարդիկ այդտեղ կմտնեն, բենզինը կլիցքավորեն տեսնելով այդ ամեն ինչ այդ ատրիբուտիկան, այդ արդեն իր խնդիրն է։ Բայց ես էլի իմ սուբյեկտիվ կարծիքով եմ ասում, քանի որ գիտեմ, որ անգամ Վրաստանում մեր համակարգացիները, հայրենակիցները խուսափում են Սոկարի բենզալցակայաններում բենզին գնելուց, բայց նույն կերպ մեր հայրենակիցներն չեն խուսափում Սադախլոյում ադրբեջանցիների խանութներից, ասենք լվացքի փոշի առնելուց։ Այո, որովհետև դա Վրաստանի ադրբեջանցիներ։ Դե ամեն դեպքում կարող է այդ Վրաստանի ադրբեջանցիները հետո գումար ուղարկում են Ադրբեջանում կամ Բաքվում ապրում իրենց հայրենակիցներին, որոնք ծախսում են այդ գումարները ի վերջո գնում են Ադրբեջանի բյուջե ու Ադրբեջանի բանակ։ Բայց վերջի բանն էլ ասեմ այս թեմայով, այդ էմոցիոնալ ֆոնը, երբ որ շատ է սրվում ու այնպիսի տպավորություն է, որ որոշ մարդիկ շատ կարևորում են այն ինչ եղել է ու իրենց համար մեր զոհերի հիշատակը շատ ավելի կարևոր է, քան մեր համար, այդպես չի։ Ու այս ամեն ինչը գործընթացները, որ կատարվում են այդ տնտեսական հարաբերությունները սերտացնելու, հենց նրա համար է, որ մենք առաջիկայում այլևս նման ռիսկեր չունենանք, այսինքն սա արվում է ոչ թե թշնամու բանակ ուժեղացնելու համար, այլ արվում է նրա համար, որ մեր բանակները իրար դեմ դուրս գալու համար պատճառներ չունենան։ Բայց մենք անցել ենք կամ մոտ ենք անցելու այդ անշրջելիության կետը, որ այլևս չվերադառնանք կոնֆլիկտի տրամաբանությանը։ Ու մեր նպատակն է դա։ Հիմա ինչքանով կհաջողվի, դա ժամանակը ցույց կտա։ Ինչքան արագ կհաջողվի, դա էլ ժամանակը ցույց կտա, բայց մեր քայլերը միտված են դրան, ոչ թե միտված են նրան, որ ամեն կերպ այդ գործընթացը վիժեցնել եւ փորձել ինչ-որ արհեստական բաներ մտցնելով դրա մեջ, որոշ դեպքերում գերռազմահայրենասիրական ինչ-որ էլեմենտներ մտցնելով, բայց թուրքական շորերը հակին հայրենասիրությունից խոսել։ Պարոն Թունյան, այս տարի սկսվեց եւ կարծես ավարտին է մոտենում Հայաստանի պատմության մեջ ամենամեծ տնտեսական վեճը, կոնֆլիկտը, չգիտեմ, հակասությունը կամ հակամարտությունը, ինչպես կուզեք անվանեք, խոսքը հեծի շուրջիրադարձության մասին է։ Նման ծավալի տնտեսական կոնֆլիկտ Հայաստանում դեռ չի եղել գործարարի եւ պետության միջեւ, խոշոր գործարարի, եւ սրա շուրջ մեկնաբանությունները ամենատարբեր են։ Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որը օրեր առաջ հենց այս ստուդիայում էր, ասաց հետեւյալը, որ սա անխուսափելիորեն ազդեցություն է ունենալու Հայաստանի բիզնես միջավայրի եւ արտաքին ներդրողների տեսանկյունից Հայաստանում ներդրում իրականացնելու առումով, որովհետեւ անորոշության որոշակի էլեմենտ կամ շատ բարձր էլեմենտ կամ ֆոն է ստեղծում Հայաստանի բիզնես միջավայրի հետ կապված։ Ինչ կասեք այս քննադատությանը։ Քանի որ ես Վաչե Գաբրիելյանին շատ եմ հարգում, չի ուզենա իր հետ հերակա բանավեճի մեջ մտնել։ Ես ձեզ երկուսիդ կհրավիրենք ես բանավեճի ֆորմատից այս շրջանում խուսափում եմ, քանի որ քննարկում։ Առաջիկայում կարծում եմ մեզ նման առիթներ նախընտրական շրջանում շատ կլինեն։ Բայց օրինակ իհարկե Վաչե Գաբրիելյանի ասածը իր տրամաբանությունը ունի բնականաբար, որովհետև այդ պատմությունը կարող է ներդրողների մոտ ինչ որ կերպ ընկալվել ու մենք դրա մասին խոսացել ենք, բայց իմ կարծիքով եթե մենք խորանանք ինչ է տեղի ունեցել հեծի շուրջ եւ հեծի
սեփականատերերի փոփոխությունից մինչև դրա շահագործման նյուանսները եւ այլն, կարող է դա ձեր բառերով ասացիք ամենամեծ կամ ամենաաղմկահարուստ տնտեսական պատմությունը դարձավ, կարող է ամենամեծ տնտեսական պատմությունը դառնա այն, որ տեղի է ունեցել, ասենք, վերջին 15 տարվա ընթացքում, որովհետեւ սեփականատիրոջ փոփոխություններից սկսած մինչև ասում եմ սակագնի որոշումը մնացած բաները, մինչև այսօր ինչ որ բաներ են բացահայտվում, որ ես չեմ ուզում ամեղության կանխավարկած խախտել, բայց եթե ի վերջո այդ գործողությունները բերեն նրան, ու այդ բացահայտումները բերեն նրան, որ մենք հասկանանք, որ իրականում այդտեղ այն չի եղել իրականությունը, ինչը որ ներկայացվել, այ դա կլինի ամենախոշոր գործարքը։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ներդրումային միջավայրին, ես չեմ կարծում, որ Հայաստանի ներդրումային միջավայրը դրանից տուժելու է, հակառակը Հայաստանի ներդրումային միջավայրը տուժել է տարիներ շարունակ տևած այդ ոչ թափանցիկ, անհասկանալի, զարտուղի ճանապարհներով ինչ որ բաներից։ Իդեպ չգիտեմ հետևել եք թե չէ։ Սա շատ թափանցիկ է տեղի ունենում, այն ինչ որ հիմա հեծի շուրջ է տեղի ունենում։ Ինչ որ տեղի է ունենում Երբ վարչապետի հայտարարություններին զուգահեռ մտնում են այդ մարդու տուն, այդ մարդն այսինքն տվյալ դեպքում Սամվել Կարապետյանին ձերբակալում են, դրա էլի քաղաքական հայտարարությունների ֆոնին տեղի է ունենում, ուրեմն էքսպրոպրիացիա ասեմ, չգիտեմ, այս տեղի չունեցել ոչ մի բան։ Բայց այնուամենայնիվ ղեկավար է փոխվում, կառավարիչ է փոխվում, պետական կառավարում է մտնում այդ կազմակերպությունում եւ վերջ-վերջո հայտարարվում է, որ պետության նպատակը դրա պետականացումն է։ Այդ կազմակերպությունը ինքը շարքային կազմակերպություն չի, ինքը ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է եւ ինքը ոչ միայն տնտեսության մասին է, այլև երկրի անվտանգության մասին է։ Եվ այդ կազմակերպության օրինակ ռեսուրսը կարող է օգտագործել եւ ի վնաս եւ ի օգուտ Հայաստանի Հանրապետության։ Որևէ մեկի համար գաղտնիք չի, որ հեծի աշխատակիցները մի քանի հազարանոց բանակը շատ անգամներ օգտագործվել է քաղաքական նպատակով տարբեր, չգիտեմ, բողոքի ակցիաների ժամանակ։ Այս վերջերս ինչ որ հրապարակում եղավ, որ հեծի տվյալների բազաները կորել են, հետո հերկվեց, հետո չհերկվեց, այսինքն այստեղ լիքը բաներ է կատարվում ու ես դրան միայն այդ ներդրումային միջավայրի տեսանկյունից չէի նայի, եկեք ժամանակը կանցնի կտեսնենք։ Հիմա որ հեծի աշխատակիցներին պարգևավճարների տնօրինության կամ բարձր ղեկավարության պարգևավճարների հաշվին պարգևավճարներ են տրվում հասարակ աշխատակիցներին, որոնց աշխատավարձ, եթե չեմ սխալվում, մինչև 200,000 դրամ է, եւ դա շարունակվելու է կարծես մինչև ընտրությունները կամ դրանից հետո չգիտեմ։ Դա քաղաքական առումով իշխանության կողմից քայլ չի այդ աշխատակիցների նկատմամբ վերաբերմունք չի, որպեսզի նրանց քվեն ստանա օրինակ 2026 թվականի ընտրություններին։ Արշալույս ջան, եթե այդպես վերցնենք, ցանկացած քայլ, որը աշխատակիցների սոցիալական վիճակը կամ ֆինանսական կամ այլ վիճակը բարելավումը կարող է ընկալվել որպես նախընտրական քայլ։ Ու եթե այդ տրամաբանության նայենք, 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններից հետո ամեն ինչը կարելի է նախընտրական պրիզմայով դիտարկել։ Այսինքն ես չեմ կարծում, որ դա պետք է բանանել, որ իշխանությունը հատուկ հաշվարկել է, որ մի քանի ամսից ընտրություններ են, եկեք իշխանությունը հեծի աշխատակիցներին կարող են օգտագործել քաղաքական նպատակներով, ես ասում եմ նույն ձև ձեր արած քայլը կարող է մեկնաբանել, որ քաղաքական նպատակներով է։ Քաղաքական նպատակներով տեսեք որն է տարբերությունը իմ ու ձեր ասացի։ Երբ որ դու աշխատավարձը բարձրացնում ես ու դա դնում ես ստաբիլ հիմքերի վրա ու բացատրում ես, թե այդ բարձրացումը ինչի հաշվին տեղի ունեցավ, դա մի բան է։ Երբ որ աշխատակցին ասում ես գնա պարտադիր ես ինչի միտինգի մասնակցի, մի հատ էլ հետո ցուցակագրում ես, դա լրիվ ուրիշ բան է։ Հեծի դեպքում նման ապացուցված դեպքեր կան։ Դուք որպես լրատվամիջոց այդ հրապարակումները ինձնից լավ գիտեք, ոչ միայն հեծել, եւ դա այդ ռուսական կապիտալով աշխատող մի շարք ընկերությունների դեպքում ինձ թվում է ապացուցված դեպք կա։ Եկեք վարկածներով չխոսենք, լրատվամիջոցների հրապարակումներով ես վստահում եմ մեր լրատվամիջոցներին, ոչ բոլորին իհարկե, եւ ինքս իմ շահերից է բխում, դուք վստահում եք լրատվամիջոցների հայտարարություններին, երբ չէ, ոչ։ Իմ շահերից բխում է վստահել այն լրատվամիջոցներին, որոնք որ օբյեկտիվ ինֆորմացիա են տալիս։ Ես տեսել եմ ռեպորտաժներ, որտեղ մարդկանց հարցնում են, ասում են դուք որտեղ եք աշխատում, ասում են Հայաստանի էլեկտրական ցանցերում, ասում են ինչի համար եք եկել այս հանրահավաքին, մարդը չգիտի։ Շատ լավ։ Դες հիշեցնեմ ռեպորտաժ, որ Տիգրան Ավինյանի ցույցի ժամանակ, այսինքն մարդիկ կային, որոնք չգիտեին ինչի էին եկել։ Երևանի մունիցիպալիտետի ընտրություններին։ Բայց հիմա մենք եկեք վերադառնանք մեր նույն թեմային, բանին, ներդրումային միջավայրին։ Ես կառավարության հետ վերջին հարց ու պատասխանի ժամանակ
ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեցի, թե ինչպիսին կլիներ Հայաստանի տնտեսության վիճակը, եթե մենք 20-25 տարի շարունակ չունենայինք կոռուպցիա, այսինքն չեմ ասում զրոյական, բայց մինիմալ չափի լիներ դա հովանավորչություն, հակամրցակցային համաձայնություններ, ընտրությունների կեղծում, օրենքի գերակայության բացակայություն եւ այլն, ասում եմ բոլորին թվաց էր դա ռետորական հարց է, բայց ես պաշտոնական հարցում էի ուղարկել ու ֆինանսների նախարարությունը ինձ ուղարկել է իրանց վերլուծության արդյունքները ըստ տարբեր չափանիշների 4 հիմնական չափանիշներով այդ դա է մեր ներդրումային միջավայրը խաթարել, եթե հետաքրքիր է ես ձեզ կուղարկեմ այդ վերլուծության արդյունքները, այսօր մենք ունենենք շատ ավելի զարգացած ու շատ ավելի բարեկեցիկ ու անվտանգ երկիր, եթե այսօր մեզ որոշ քննադատողների փառահեղ ջանքերի շնորհիվ չունենանք այն երևույթները, որ ունեցել են։ Տեսեք, մի կողմից տեղի այն ինչ տեղի ունեն հեծի շուրջ բացատրվում է արդյունավետության անկման, քաղաքացիների, այսպես գերակա շահից ելնելով այն իմաստով, որ բարբերաբար անջատումներ են լինում եւ մարդկանց առանց տեխնիկան է տուժում եւ հեծը լավ չի կառավարվում, էֆեկտիվության խնդիր կա եւ այլ, բայց մյուս կողմից մենք ունենք էլի արտաքին ներդրողի կողմից կառավարվող Veolia ջուրը, տվյալ դեպքում ֆրանսիական Veolia ընկերության կողմից, որի հետ կապված էլ բազմաթիվ են բողոքները, որի աշխատանքի հետ կապված է։ Երևի ավելի շատ զուտ աղմուկի տեսանկյունից, որ մենք մեդիաներում տեսնում ենք, քան հեծի վերաբերյալ։ Բայց այստեղ իշխանության ակտիվ ներգրավվածություն մենք չենք տեսնում, որ պետք է պետականացնել այդ ընկերությունը, լավ չի աշխատում, էս չի անում, այն չի անում եւ այլ, այլ տեսնում ենք նորմալ գործընթաց է ընկերության հետ։ Բարբերաբար քաղաքապետարանն է բողոքում հեղատարների հետ կապված այս ընկերության, որ, չգիտեմ, պայմանագրի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան եւ այլ, բայց մենք չենք տեսնում քաղաքական գործընթաց կամ, չգիտեմ, գործընթաց, որ այս ընկերությունը պետք է պետականացնել։ Ինչու՞։ Արշարու ջան, նախ Veolia-ն ինքը կարելի ասել պետական է, որովհետեւ Veolia-ի ենթակառուցվածքը այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությանն է։ Այսինքն կոնցեսիոն կառավարում է։ Այո, Veolia-ն կոնցեսիոն կառավարման է տրված եւ եթե դուք չեք տեսնում կամ մեր հասարակությունը չի տեսնում, Veolia-ի շուրջ նույնպես քննարկումներ կան եւ Veolia-ի դեպքում օբյեկտիվ պատճառներ կան այն առումով, որ Հայաստանի ջրամատակարարման ցանցը ինքը մեղմ ասած գերմաշված վիճակում է։ Ու եթե մենք Veolia-ի խնդիրները ցանկանանք որ լուծել, այսինքն ոչ թե Veolia-ի Հայաստանի ջրամատակարարման խնդիրները, այդտեղ այլանդակ մեծ ծավալի ներդրումների կարիք կլինի, ինչը կբերի սակագների էական բարձրացման։ Այս դեպքում այդ քննարկումները շարունակվում են, ինչպես անել սահմանափակ ռեսուրսներով, փորձել մատակարարումները նորմալ մակարդակի վրա պահել եւ չթողնել որ համակարգը ավելի մաշվի։ Բայց ի տարբերություն Veolia-ի հետ մի առանձնահատկություն մի քիչ ավելի այդ խնդիրները տեսանելի են։ Օրինակ հեծի խնդիրը դրսևորում է այն ժամանակ, երբ որ դու Հայաստանում անցկացնում ես WCIT միջոցառում բարձր տեխնոլոգիաների ոլորտում եւ հոսանքը անջատվում է։ Այո, կառավարվում է, որ դա հեծի հետ կապ չունի։ Հիմա հետ էլ երկար քննարկման առարկա է, իսկ մնացած բոլոր դեպքերն քննարկման առարկա հայտարարվում որ հեծի հետ կապ չունի եւ այնպես չի որ մրցակցության հանձնաժողովը տվյալ դեպքում ներողություն Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը հակառակն է պնդում, այդպես չի։ Իսկ կառավարության նիստի ժամանակ հոսանքի անջատվելը կամ օրինակ ես ինքս որպես բնակիչ ասեմ մեր տան հոսանքի անջատումները պարբերական բնույթ են կրել, այսինքն երբեմն ինձ թվում է թե մենք վերադարձել ենք 90-ական թվականներ, ել չեմ ասում թե մարդիկ դրանից ինչքան նյութական վնասներ են կրել։ Հիմա ես չեմ ասում որ եթե հեծում խնդիրներ կան Veolia-ում էլ պետք է լինեն, բայց իմ ասածը հետեւյալն է, երկու տեղում էլ պետությունը խնդիրներով զբաղվում է։ Տեսեք, վերջին տարիներին մի տենդենց է նկատվում, որ պետությունը պարբերաբար որոշ ընկերությունների եւ կարևորագույն ստրատեգիական նաեւ ոլորտ ներկայացնող ընկերություններում որոշակի փայաբաժիններ է ստանում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Երևանի աղբահանությունը, որ ամբողջապես հիմա համայնքի սեփականությունը եւ համայնքն է իրականացնում դա։ Viva Armenia, Lydian Armenia, առողջապահական համընդհանուր այսպես ապահովագրությունը, որը էլի պետական հիմնադրամ է։ Հիմա հեծը, հա։ Սոցիալիզմի չենք վերադառնում։ Չէ, պետական կապի քննադատությունները հետեւյալ են։ Ինչու չկա հստակություն է հարցում, որ ոլորտներում ինչպես, որքան պետությունը պետք է փայաբաժին ունենա կամ չունենա, որովհետեւ նույն քննադատները ասում են, որ
Վատ չի, որ պետությունը ունենում է փայաբաժին, բայց վատ է, որ հստակություն չկա։ Վաղը մյուս օրը ներդրողը, որ գալիս է եւ ցանկանում է կարևոր ստրատեգիական ոլորտներում ներդրում անել, ինքը չգիտի։ Ինքը 15% կամ 20% պետությանը ուրեմն փայաբաժին տալու խնդրի առաջ կանգնելու է, թե ոչ, կամ հայտարարելով ազատ շուկայական հարաբերություններ եւ մոտենալով Եվրոպական միությանը, չգիտեմ, արևմուտքի հետ ավելի սերտացնելով հարաբերությունները, մենք կարծես սկսել ենք ворթեգրել 2000-ականների Ռուսաստանի հետ պետական կապիտալիզմի պրակտիկան։ Խնդրեմ։ Շատ լավ ու շատ ֆունդամենտալ հարց եք տալիս։ Տեսեք, մենք ունենք ընկերություններ, որոնք ավանդաբար պետական էլ եղել են, պետական փակ բաժնետիրական ընկերություններ, որոնց մասին չի խոսվում, բայց որոնց մասին նույնպես քննարկումներ գնում են։ Եվ մենք վերջին տարիներին ունեցել ենք մի քանի դեպքեր ձեր թվակից, երբ որ պետությունը ձեռք է բերել որոշակի մասնակցություն ընկերություններում, Լիդիանում, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում եւ այլն։ Այդ բոլոր գործակները ունեցել են նախապատմություն եւ դրանց յետևում կամ դրանցից առաջ եղել է մի հատ ինչ-որ պատճառների ու փաստարկների մի հատ մեծ շարան։ Բայց հիմա ունենք հետեւյալ իրավիճակը, որ մի շարք ընկերություններում մենք ունենք մասնաբաժին։ Հիմա մարդկանց հետաքրքրում է, ինչի համար ենք մենք այդ մասնաբաժինը պահում։ Մենք ուզում ենք դրանով պետական բյուջե շահաբաժին ավելացնել, թե մենք ուզում ենք դրանով մեր վերահսկողության գործիքները ավելի ուժեղացնել, եթե խոսքը վերաբերում է ստրատեգիական ոլորտներին, այդ բոլոր հարցերի պատասխանները շուտով ֆինանսների նախարարությունը կտա, որովհետև կարծում եմ եկող տարվա հունվարին կամ փետրվարին, որովհետև ես ինքս մասնակցել եմ այդ քննարկումներին ու գիտեմ, որ այդ առումով այդ ձեր նշած հարցերի խորքային պատասխանները կլինեն, որովհետև մարդկանց պետքա վստահություն, թե պետությունը որպես երկարաժամկետ տեսլական որն է տեսնում։ Եթե մենք ուզում ենք վերահսկողություն, դրա համար պարտադիր չի օրինակ 15% փայամասնակցություն ունենալ կամ 20, կարող է 1% լինի կամ ընդհանրապես չլինի։ Եթե մենք ուզում ենք պետական բյուջե ավելի շատ գումար մտնի, դրան էլ ուրիշ տարբերակներ կան եւ ավելի շատ այս պահին քննարկվում է exit strategy-ներ, այսինքն մենք որպես պետություն այդ փայաբաժինների հետ ինչ ենք անելու։ Օրինակ, եթե սուբյեկտիվ իմ կարծիքն եք ուզում իմանալ, մենք ավելի հակված ենք այն տարբերակին, որ օգտագործենք մեր փայաբաժինները այդ ընկերությունները ցուցակման տանելու եւ բաժնետոմսեր թողարկելու համար, այո, կապիտալի շուկա զարգացնելու համար ու այնպես անել։ Բաժնետոմսեր, այո, բաժնետոմսեր։ Այսինքն IPO իրականացնել։ IPO-ի իրականացնելու, որը համետ ընկերությունների թափանցիկությունն ու ստանդարտները կբարձրացնի, համետ process-ի վերջնարդյունքում մենք կունենանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք իրենց գումարները, բացի բանկային ավանդներից կամ պետական փաթաթոմսերից, այլ տեղ դնելու ռազմավարության մասը լինելու, թե դա ձեր կարծիքն է։ Ռազմավարության մասը լինելու, որ մենք օգտագործելով նաև այդ մեր փայամասնակցությունները կարողանանք կապիտալի շուկա զարգացնել, բայց այնպես, որ այդ բաժնետոմսերը ոչ թե հայտնվեն 1, 2, 3 ընկերությունների ձեռքում, այլ հնարավորինս շատ մեր քաղաքացիների ձեռքում։ Շատ լավ։ Տեսեք, պետական պարտքի մասին եւս այս տարի բազմաթիվ էին քննարկումները եւ իսկապես 2018 թվականի հետ եթե համեմատենք Հայաստանի պետական պարտքը զուտ, այսպես ֆինանսական կամ դոլարային արտահայտությամբ մոտ 2 անգամ աճել է։ 6.9 միլիարդի կարգի 2018 թվականի ավարտին է եղել այժմ 13.19, 14.3 այսպես միլիարդի շրջանակներում է 2025 թվականի ավարտին մոտավորապես լինելու։ Բայց այդ ընթացքում մենք չենք տեսել աղքատության շեշտակի նվազում Հայաստանում։ Ինչու է այդպես։ Պետական պարտքի 2 անգամ աճել է, բայց աղքատությունը շեշտակի չի նվազել։ Պետական պարտքը բացարձակ թվով է 2 անգամ աճել, իսկ պետական պարտքի բեռը օրինակ հնայի մեջ ինչքանով է աճել։ 50-ի շրջանակներում է։ Կոവിഡ്ի ժամանակ 60-60-60-ն անցել էր, բայց կոവിഡ്ի հետ համեմատում եկեք համեմատենք 2018 թվականի։ Չէ, զուտ ասում եմ, կոവിഡ്ի ժամանակ 60-ն անցել էր, բայց հիմա 50-ի շրջանակներում է։ Հիմա կոവിഡ്ի ժամանակ, այդ ձեր հարցի պատասխանը հենց ձեր նշածն է, որովհետև պետական պարտքը աճում է բնականon, երբ որ դու պետական պարտք ես ներգրավում ու կապիտալ ներդրումներ ես անում, ենթակառուցվածքներ ես զարգացնում, որ հետո քո տնտեսությունը աճի, որի հետևանքով նաև քո մոտ աղքատությունը նվազի, եւ լինում է նաև ֆորս մաժորային իրավիճակներ, դու ստիպված ես պետական։ Հիմա պետական պարտքի թռիչքը, այն թռիչքային աճը, որ տեղի ունեցել պատերազմի եւ կոവിഡ്ի հետևանքով։ Հիմա ինձ ու քեզ պարզ է, բայց էլի մեզ լսողների համար որ ավելի պարզ լինի,
պետական բյուջեն լցվում է հարկերից հիմնականում եւ պետական պարտքով։ Մենք ունեցել ենք մի իրավիճակ, երբ որ մենք ունեցել ենք փաստացի սահմանափակված բիզնեսներ, որոնք չեն կարողացել աշխատել կոവിഡ്ի պատճառով, ըստ այդմ հարկեր չեն կարողացել վճարել եւ այդ առումով բյուջեի մուտքերը նվազել են, մյուս կողմից ունեցել ենք ծախսերի էական աճ, առողջապահության գծով, ռազմական գծով, սոցիալական գծով, զինապահ հիմնադրամով տրվող գումարների գծով եւ առաջացել է մեծ ճեղք եւ այդ ճեղքը փակելու համար պետությունը ստիպված գնացել է պարտք ներգրավելու ճանապարհին։ Պետությունը պարտքը չի ներգրավել, բերել, ասենք ընտրություններից առաջ մարդկանց թոշակները ավելացնել, որ հետո դրանից հետո հաջորդ սերունդներին դրանով գծի պարտքային բեռի տակ այդ պահին քաղաքական պոպուլիստական խնդիր լուծելով։ Հիմա ինչ վերաբերում է աղքատության ցուցանիշին, ես ինչքան եթե չեմ սխալվում, որոշակի չափով նվազում կա, բայց ես վստահ չեմ, որ այն ցուցանիշները, որոնց մասին մենք խոսում ենք, համադրել են։ Ես չեմ ուզում հիմա որևէ բան ասել, որը այո, մեթոդավորությունը փոխվել է ընթացքում։ Անգրագետ բան է ասել, դրա համար ես խոստանում եմ հաջորդ մեր հանդիպմանը աղքատության մասին ավելի մանրամասն խոսել, բայց վերջի բան ասեմ, աղքատության մասին, պետական պարտքի մասին խոսելուց շատ մեծ շահառուկում կա, երբ որ խոսում են միայն բացարձակ թվով, ասում են այսքան միլիարդ դոլարից հասավ այսքան միլիարդ դոլարի։ Ես այնօր այդ համեմատականը արել էի։ Եթե խոսում ենք բացարձակ թվից ու ասում ենք օրինակ, եթե դարձավ 14 միլիարդ դոլար դա վատ է, ասում որ ու մի հատ էլ բերում են մեկ մարդու հաշվով են համեմատում, ասում մեկ մարդու հաշվով պետական պարտքը ենթադրենք 4600 դոլար է։ Դա սխալ է, որտեղ եթե այդպես նայեք, ես այն օրը օրինակը բերել էի Ճապոնիայում մեկ մարդու հաշվով պետական պարտքը շուրջ 85000 դոլար է, բայց որևէ մեկը չի վեր կերում այդ ցուցանիշը թափահարում, ասում է, ինչ վատ է, ինչ վատ է ամեն ինչ։ Անտոնյան, Ճապոնիայի տնտեսության իրացվելիությունը մի բան է, Հայաստանի տնտեսության իրացվելիությունը մեկ այլ բան է։ Պարտքի մասին երբ որ խոսում եք, դուք բացարձակ թվից բացի նաև այլ համադրելի համեմատելու բաներ պիտի։ Շատ լավ, եկեք տնտեսության կառուցվածքը նայենք։ Մենք ունենք մի տնտեսություն, որտեղ առաջին եւ երկրորդ հարկատուն, եթե չեմ սխալվում, վերարտահանման զբաղվող ընկերություններն են։ Առաջին տեղում ուրեմն սոտովիայից հեռախոսներ ներկրող եւ արտահանող ընկերությունն է, երկրորդ տեղում էլի ոսկու արտահանումների տեսանկյունից նաեւ ոսկու վերարտահանումն է, որ դեռ շարունակվում է Հայաստանից։ Երրորդ տեղում նոր գալիս են Գազպրոմը, հիմա կարող է ուրեմն հստակ չհիշեմ, ԶՊՄԿ-ն եւ այլը։ Սա ինչ է խոսում տնտեսության, ինչ որ առումով էլի սպեկուլյատիվ աճի մասին է խոսում։ Եվ ինքը ներառական չէ, դրա համար աղքատությունը շարունակում է պահպանվել, այսինքն այդքան մարդ չի ներգրավում աշխատանքի շուկա։ Ես հասկանում եմ դու ինչ ես ուզում ասես, դրա համար էլ քո հետ զրուցելը միշտ հաճելի է, որովհետեւ կարևոր հանգամանքների վրա ես ուշադրություն դարձնում։ Շատ կարևոր է իհարկե տնտեսության ստրուկտուրան, այսինքն քո բացի տնտեսական աճից, քո տնտեսությունը ինչ կառուցվածք ունի, ինչքանով է արտահանելի եւ այլն, բայց պետական պարտքի մասին երբ որ խոսում ենք, կան հստակ ցուցանիշներ։ Խոսքը պարտքը նա հարաբերակցության մասին է, խոսքը պարտքի մարում հարկային եկամուտներ ցուցանիշների մասին է եւ այս բոլոր առումներով մենք գտնվում ենք այդ վտանգավոր շեմից էականորեն ներքև։ Իսկ պարտքը ներգրավում է, եթե նկատել եք, հիմնականում ենթակառուցվածքային ծրագրերի վրա։ Վերջին, օրինակ տեսեք, վերջին համաձայնագիրը, որ մենք ընդունեցինք, 250 միլիոն եվրոյի թե դոլարի, հիմա կոնկրետ չեմ հիշում, դա ավելացեց մեր պարտքի բեռը 250 միլիոն եվրոյի չափով, բայց դա ուղղվելու է Ղարաբաղից ներգաղթած մեր հայրենակիցների բնակարանային խնդիրների լուծմանը։ Այսինքն դա ուղղվելու է բնակարանաշինությանը։ Հիմա կարող է գան ասեն մի տարի հետո ասեն 250 միլիոն դոլարը կամ 250 միլիոն եվրոն ինչ եղավ պարտքի բեռը այսքանով աճեց, բայց բյուջեն ամեն տարի թե ներկայացվելուց, թե կատարողական ժամանակ այդ բոլոր հարցերը պատասխանատվությունը մնալու է Հայաստանի տնտեսության հիմնական լոկոմոտիվներից մեկը։ Չի մնա։ Լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ շնորհակալություն եմ հայտնում առիթից օգտվելով մեր հայրենակիցներին գալիք նոր տարին շնորհավորում եմ եւ ցանկանում եմ, որ եկող տարի մենք շատ ավելի հաճելի բաների մասին զրուցելու առիթներ ունենանք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, միանում եմ շնորհավորումներին։ Civil Business տաղավարում ես զրուցեցի Բաբկեն Թունյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։